խնդրում եմ, ովքեր ունեն ընտրելու իրավունք, բոլորդ գնացեք։ Այդ հարցը մի տվեք, գնամ ում ընտրեք։ Ում ուզում եք ընտրեք։ Իհարկե փորձեր արվեցին, որ այդ ասպարեզից մարդիկ բերվեն, բայց փառք Աստծո այդ մարդիկ ինձանից ավելի խելոք էին։ Ես ամենակարևորը այդ մարդկանց խնդրում եմ, գնացեք ընտրատարած, կատարեք ձեր ընտրությունը։ Կընտրեք ԿՊ-ին, ընտրեք ԿՊ-ին։ Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, Եվրոմեդիայի տաղավարում այսօր զրուցելու ենք դերասան Լևոն Հարությունյանի հետ։ Շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար, պարոն Հարությունյան։ Պարոն Հարությունյան, դուք այն արտիստներից եք, ով մշտապես, քաղաքական իր դիրքորոշումը հայտնել է, ընդ որում շատ կտրուկ, գրառումների միջոցով, հայտարարությունների միջոցով, հիմնականում ընդդիմադիր հայացքներ դա ակնհայտ է ունեք, ավելին քաղաքականություն մտնելու փորձ արեցիք ընտրություններին մասնակցելու, բայց այսպես հետ կանգնեցիք, ինչ որ այն չստացվեց ու ես այսօր ձեր տեսանյութն էի լսում, ինչպես ասած Քոչարի կուսակցության նախագահի ինչ որ խնդիրներ են եղել, ասում եք խոստումներ են եղել, որոնք չեն իրականացվել։ Ուզում եմ փոքր պատմեք, ինչու փորձը այդպես կարճ տևեց, ինչու ձախողվեց։ Տեսեք, ես երբեք չեմ փորձել մտնել քաղաքականություն։ Ընտրություններին մասնակցելը, բայց քաղաքականություն մտնելու փորձ է։ Բացատրեմ, ես երբեք փորձ չեմ արել մտնել քաղաքականություն։ Ես ի սկզբանե ասել եմ, եթե հանգարց անցնեք ու հերթը հասնի ինձ ես որպես պատգամավոր, ես ասի մանդատը վայր եմ դնելու, որտեղ դա ինտեղը չի։ Ես զուտ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ոստեն ես բառակապակցություններ եմ դժվարանում ասել, որովհետև այդ բառի ու բառակապակցության հերնել են անիծել, ես միշտ ինձ թվաց է գտել եմ մարդ, որը կարողանա փոփոխություն բերի այս երկրին, որը ոչ այս կողմից էր, ոչ այն կողմից, բայց բանից վազվեց ես մի բան մոռացել եմ իմ մանկությունը, որտեղ մանկությունից չեմ սիրել այդ փուչիկի մատերիալը, որ ես հասկացա, որ իմ մանկությունը ես ճիշտ եմ ապրել ու մինչև օրս զզում եմ այդ փուչիկի մատերիալից մի խոսքով։ Խոստումներն էին փուչիկ, ծրագիրը։ Ես լսում եմ դուք ասում եք անգամ ծրագիր չունեմ։ Քանի որ այդ մարդը այստեղ նստած չի, դες իրավ դեում, չեմ ուզենա իր հետևից ինչ-որ բան խոսել։ Դա իմ որոշումներ ու որի համար ես երջանիկ եմ ու ուրախ եմ, որ այս տարիքում հասկացա, որ մարդը կարող է այս տարիքում էլ սխալվի։ Ես դա ինձ սխալ չեմ համարում։ Ես մարդ եմ, որ ես ուզում եմ, որ իմ երկիրը շուտ դուրս գա այս ճգնաժամից, բայց միակ ցավալի բանը այն էր, որ ես այդ ճանապարհը գտել եմ այդ մարդու միջոցով։ Այ որ փուլից հասկացաք, որ այն մարդը չի, որ երկիրը կարող է անել այս վիճակից, ով որ խոստումներ տվել, բայց չի կարող իրականացնել։ Դա հիմա այդքան կարևոր է, որ փուլից կարևորը, որ ես հասկացել եմ։ Դե քանի խոսում ենք մի փոքր փակագծեր բացենք։ Ես չեմ ուզենա այդ թեմայով խոսալ եւ չեմ ուզենա խոսալ ԿՊ-ի մասին, որտեղ իմ համար այդ մարդկանց մասին խոսելը ժամանակատար է ու ես նաեւ հասկացել եմ, որ ժամանակահավոր թանկ է։ Ես անիմաստ այդ մարդկանց պատճառով ժամավաճառ եմ լինում, ընդհանրապես լիքը մարդիկ կան, որոնց մասին չեմ ուզենա խոսել։ Ես կուզենամ խոսել այսօրվա իրավիճակի մասին, կուզենամ որ խոսենք նրա մասին, որ գտնենք ճանապարհներ, որ մեր հայրենակիցներին, որ ավելի եւս նոր սերնդի երիտասարդներին բերենք դեպի ընտրություն, որ այդ մարդիկ ներկա գտնեն, որտեղ ինչքան շատ, այնքան լավ ու մեր օգուտը դա է։ Պարոն Հարությունյան, դրա հետ կապված խոսենք մեկ հարցել եւ արդեն այս թեման Քոչարի հետ կապված փակենք, երբ որ ձեր տեսանյութը այսօր լսում էի, այսպեսի մի թեզ է նաեւ գնում, որ ձեզ, այսպես ասած, վիրավորվածություն կա, որ ձեզ օգտագործել են հայտնիություն բերելու համար։ Այո, օգտագործել են։ Չգիտեմ ինչի համար են օգտագործել, բայց օգտագործել։ Ասում եք, որ հայտնի ես, հայտնիություն եմ բերել, ավելի այսպես պոպուլյար եմ դարձրել։ Չգիտեմ իրանք հիմա պոպուլյար են թե չէ, բայց օգտագործել են։ Եվ ոչ միայն ինձ։ Էլում։ Էլի դերասաններ կային այդ թիմում, ես չեմ հիշում, միայն դուք եք։ Այո։ Ես իմ ընկերներին չեմ գցի ճահիճը։ Իհարկե փորձեր արվեցին, որ այդ ասպարեզից մարդիկ բերվեն, բայց փառք Աստծո այդ մարդիկ ինձանից ավելի խելոք էին ու ինձանից շուտ էին հասկացել ովքեր են նրանք։
Պարոն Հարությունյան, որպես այսպես ակտիվ հայ նաև քաղաքական իրադարձություն հետևով, բնականաբար նախընտրական քարոզարշավին էլ հետևում եք, ով ինչ առաջարկում, ինչպես է քարոզարշավը իրականացնում, ով ինչ է խոստանում քաղաքացիներին, ինչ տպավորություններ կան, ով է ավելի վստահելի, ով է ավելի համոզիչ։ Ես չեմ ուզենա հիմա անուններ տալ, որովհետև յուրաքանչյուր մարդ ունի իր դիրքորոշումը։ Ես հիմա այս իրավիճակը իմ համար շատ ցավալի է։ Դեռ ես ոչինչ չեմ տեսնում։ Չկա այնպեսի ուժ, որ կան ինչ-որ ուժեր։ Բայց ես մի բան ունեմ իմ դիմաց դրված, որ ես եկել է Ցրան Վերգոների շրջանը, ես հիմա խոսում եմ էպոսի բառամթերքով, կարծում եմ դա վիրավորանք չի։ Ցրան Վերգոների շրջանը պետքա շուտ վերանա ու դրանից հետո արդեն կհասկանանք ոնց ենք անում։ Նկատի ունեք 18-ից հետո ընկած ժամանակը։ Նկատի ունեք 18-ից հետո ընկած ժամանակատվածը։ Իհարկե։ 18 առավել եւս վերջին 4-5 տարի, որ հասկացանք ովքեր են այս մարդիկ։ Բոլորը խոսում են, ոնց կարելի է տղամարդը խոսա բարակ ձայնով։ Ոնց կարելի է մարդուն կանչեն բանավեճի, ընդհանրապես 2 րոպե հետո, երբ որ հնչում է նորմալ հարցեր, հանկարծ սկսում է ձայնը բարձրանալ։ Սա իրանց ձեռագիրն է, սա իրանց ոճն է, ու դա արդեն զզվելի է, հասկանում եք։ Տեսեք, քանի բանավեճեր եմ տեսել, ինչ որ բաներ են բերում, հանկարծ սկսում են գործալ, հետո սկսում են բարձր խոսալ, ու երբ որ իրան բերում են ինչ որ արգումենտներ են բերում, այդ մարդիկ հասկանում են, այդ արգումենտները ճիշտ է, սկսում են բղավել, սկսում են ճչալ, սկսում են ղժղժալ, որը տղամարդուն սազական չի։ Որ ավելի վստահելի լինեն, իրան ձայնը ավելի լսելի լինեն, գուցե դրա համար են գորգրում։ Երևի, միգուցե իրանց հարցնեք, ես իրանց փոխարեն չեմ, բայց այն որին վրա ազդում է ու զզվելի է, ու զզվելի է ինձ համար, երբ որ տղամարդը կանացի կամ բարակ ձայնով է խոսում, չեմ ուզում կնոջը վիրավորել, կանանց յուրաքանչյուր կնոջ ձայնը իմ համար շատ հաճելի է, բայց երբ որ դա տղամարդն է այդ ձայնով խոսում, իմ համար զզվելի է։ Նկատի ունեք Փաշինյանին, ձայնի կապված։ Ամբողջ այդ Փաշինյանի շերեփուկներին։ Հասկանում եք շերեփուկները, որ այս 4-5 տարիների ընթացքում մենք հասկացանք, որ արդեն թաթիկներն աճել իրանց, տոտիկներն աճել այդ շերեփուկների, շուտով կսկսեն կղկղալ, այսինքն ժամանակն է, որ իրանց տեղափոխենք իրանց տունը, ճահիճ։ Այնտեղից ձայնը ավելի սիրուն է լսվում, ասենք։ Պարոն Հարությունյան, բայց ռեալ էսպես նայենք, հատկապես որ ընտրությունն մի շաբաթ մնաց, իրենք իրենց հստակ ընտրազանգված ունեն մարդկանց մեծ մասը։ Ես կարող եմ իմ կարծիքը ասել։ Ես ասում եմ իմ կարծիքը։ Հիմա իրանք կանցնեն, չեն անցնի, այդ ժողովուրդը գիտի։ Աստծուն չխառնենք այդտեղ, Աստված տվել է հնարավորություն, որ չընտրենք։ Տվել է հնարավորություն եւս մեկ անգամ հասկանանք մենք էլի պետք է սխալվենք, ոնց կարելի է նույն սխալը մի քանի անգամ կրկնել։ Դե գուցե ժողովուրդը չի կարծում, որ ինքը սխալվել է, գուցե կարծում է, որ եկեք ես ժողովրդի անունից չխոսեմ, ես խոսեմ միայն իմ անունից։ Ես իմ ժողովրդի անունից, մեր ժողովրդի անունից չխոսեմ, ես խոսեմ միայն իմ անունից։ Ես մտածում եմ այսպես։ Եթե իրանք ընտրվեն, թող ընտրվեն։ Օրինակ շատերը կան, որ այսպես ջղայնություն են զգում են քաղաքացի, ասում են ինչու են իրանք մեր փոխարեն որոշումներ ապական պետք է ընտրական իրավունքից զրկել, դուք այդ ջղայնությունը զգում եք հետաքրքիր։ Ինչ մի հատ էլ ասեք, ես Շատերը կան, ովքեր ասում են, որ օրինակ իշխանությունը ընտրողն են քաղաքացիական պայմանագրի, ասում են ինչու է իրանք մեր փոխարեն մեր բոլորի ճակատագիրը որոշում, ընտրելու իրավունքից պետք է զրկել, այսպես վրթովատություն ջղայնություն, այս մոտ կա դա, ընդդիմադիր հատվածը։ Այն հասարակության այն շերտը նկատում եմ, ովքեր իշխանությանն են, հա, քվեարկելու իշխանական դիրքորոշումը։ Ես այդ մարդկանց դեմ բան չունեմ, դրանք էլ մեր ազգի մի մասն են, մասնիկներն են, մարդիկ են, որոնք վաղը միսօր կհասկանան։ Ես ամենակարևորը այդ մարդկանց խնդրում եմ, գնացեք ընտրատարած, կատարեք ձեր ընտրությունը։ Կընտրեք ԿՊ-ին, ընտրեք ԿՊ-ին։ Այն ովքեր որ չեն ուզում ԿՊ-ին ընտրել, անպայման գնացեք ընտրատարած, խնդրում եմ ձեր ձայնը այդքան էժան մի թողեք ԿՊ-ին։ Սա զուտ խնդիր, ամենամեծ խնդիրը։ Այդ ինչ պետք է անել, այսօր տարբեր հարցումներ են տալի, որ մարդկանց հենց մեծ տոկոսը ինչ ասում է, որ դե իշխանության ընտրազանգվածը կայուն է ընդդիմադիրներին է։ Հիմա այն մարդիկ մեծ մաս է կազմում, ովքեր
գնան ընտրատեղամաս, ասում են գնանք մեկը բան չի փոխվելու կամ գնանք չգիտենք ում ընտրեն։ Այդ հոգեբանությունը պիտի հանես մարդկանց միջից։ Գնան մեկը բան չի փոխվելու։ Դա նմանագիտես ինչի։ Լավ, չվիրավորեմ մարդկանց։ Ինչ է նշանակում գնան մեկը բան չի փոխվելու։ Ոնց կարելի է բան չես փոխելու, եթե քո ամեն մի ձայնը, այսինքն այդ փոխողների ձայներով է որ փոխվում է ինչ որ բան։ Ոնց կարես դու այն մարդը, որը տենց է մտածում, իր ձայնը տենց կմահաճորեն նայի, հասկանում ես։ Ինչ է նշանակում իմ ձայնը ոչինչ չի փոխելու, կանենային ինչ որ ես կուզենամ որ նրանք գնան գոնե այս ընտրություններից հետո հասկանան որ իրանց ձայնը շատ թանկ է ու կարևոր։ Ու գոնե իրանք կհասկանան որ իրանց ձայնը իրոք կարող է ինչ որ բան փոխել ու փոխելու է։ Զուտ դրա համար։ Բան Հարությունյան, նայեք ինչ են ասում են մենք ձեզ առաջարկում ենք հիմնական իրենց տեսլական էսը, հա, մենք ձեզ առաջարկում ենք խաղաղություն, որ մենք գանք trip լինելու, եվրոպացիներն են գալու, վատ բաներ են առաջարկում։ Իմ համար այո։ Ես չեմ ուզում եվրոպացիները գան։ Ասում են եթե եվրոպացիներ չկան, դառնալու ենք ծայրագավառ Ռուսաստանի վերահսկողության։ Ով ասում։ Իշխանությունները։ Իսկ եթե պետք է դառնան, ուրեմն դա մեզանից է, ոչ թե Ռուսաստանից է։ Որտեղ այդ մարդիկ ովքեր որ տենց են ասում, իրանք տենց ուզում են որ դառնան։ Եթե տեսակը չդարձող է, ուրեմն դա ոչ Ռուսաստանից է կախված, ոչ Եվրոպայից, ոչ էլ մյուսից։ Այնակ մի հատ կարևոր բան կա։ Դավաճանություն, որին մենք հիմա բոլորս դավաճան համարում ենք իշխանությունները։ Իհարկե։ Մեծ իշխանությունները քանի ինչքան որ արդեն որերորդ օրնա Կարոզարշավի։ Արդեն այս կավարտվում։ Մեծ տեսեք դրանց խոսույթները, իրանք ոչ մի ծրագիր չեն, միայն մի բան կա, խաղաղություն ենք բերել։ Ու ամբողջ այս գործընթացի ընթացքում իրանք զզվելի բառապաշարով մեկը ասենք այդ մարդկանց ում անունները իրանք տալիս են զզվելի բառապաշարով այդ մարդկանց վիրավորում են։ Ու դրանց նայում է նոր սերունդը։ Ու ամբողջ Կարոզարշավի ընթացքում իրանք օգտագործում են դպրոցականներին։ Ու այդ լսում են երեխեքը, հասկանում եք։ Ու դա երեխեքին համար դառնում է սովորական, ասում է, վայ քարը, սենց կարելի է։ Վաղը միսօր ես էլ տենց անեմ, չգիտեմ, այն մարդկանց, ովքեր ինչ-որ կարևոր դիրք ունեն այս կյանքում։ Այդ ոնց է խոսում այդ մարդկանց հետ։ Ես կուզենայի հասկանալ, մի 10 տարի առաջ այդ մարդիկ էս կերպ կխոսեն իրենց հետ։ Չէ՞ էլի, այսինքն չափի զգացողություն չունի այս կառավարությունը։ Չափի զգացողություն չունի։ Երբ որ իրանց մասին է տես խոսում, միանգամից իրանք դες ղզիկական ծրան վերգոների նման ածը գնա 20-ից բռնեք, всё։ Վերջ, էս է իրանց անելիքը։ Դուք իրանց ծրագրերից տեղյակ եք։ Ներողություն, ձեզ հարց եմ տալիս։ Դե հիմնական իրենց տեսլականը խաղաղությունն է Ադրբեջանի հետ։ Խաղաղություն, ինչև էս խաղաղություն բառը օգտագործվել է եկեղեցում։ Եկեղեցում էս խաղաղություն բառը ուրիշ նշանակություն ունի։ Իդեպ եկեղեցու հետ կապված էլ հատված կա կաթողիկոսի հեռացում, իրենց ծրագրի ուրիշ նշանակություն ունի խաղաղություն բառը, երբ որ եկեղեցում արդեն։ Իրանք նույնիսկ այդ բառի հերը անիսեցին։ Ընդհանրապես այս ընտրաշարվում կամ բառեր, որոնք ուղղակի չի կարելի ասել։ Իրանց կարծիքով։ Չի կարելի ասել ուժեղ Հայաստան, Բարգավաճ, չգիտեմ ես միանգամից պատերազմի երագլուխ կուսակցություն է, դա ամենազզվելին է, որը իրանք բերեցին առաջ պլան ու պարոն Ավենյանի այդ վերնաշապիկ էր, ինչ էր մայկայի վրա որ տապել էր, այդ ինչ հպարտություն, այդ ոնց կարելի է զզվանքից հպարտություն ապրել։ Մեկ նայեք մեր կառավարությունը ինչի՞ց է հաճույք ստանում, ցավացնելուց ու վիրավորելուց, սողալուց ու ուտելուց։ Ես ամբողջ Կարոզարշավի երբ ուզում եմ մոնտաժ անեմ, ասիկա մի 25%-ը մենակ իրանց ուտելն է։ Ու այդ ոնց են ուտում այդ մարդիկ, այդ ոնց են սիրում ուտել։ Չէ, վատ բան է ուտելը։ Չէ, շատ լավ բան է, բայց ձև կա ուտելով։ Ես եմ ուտում, բայց այդպես լտոծներով չէ, էլի։ Դողում են, իրանք ուտելիքը որ տենում են, դողում են, մեղք են, լուրջ եմ ասում։ Եղք, էլի հիշեցի։ Բան Հարությունյան, նայեք, այսօր շատերը, ինչպես մշակույթի, հա, արվեստի ձեր ոլորտի մարդիկ, կան խիստ այսպես ընդդիմադիր հայացքներ ունեցող, ոնցից մեկը դուք եք, բայց շատերին այսօր տեսնում ենք ԿՊ-ի քարոզարշավներին մասնակցելիս, նրանց կողքին,
Հիմա չգիտեմ անուններ տամ, թե չէ նույն ամենահայտնին, օրինակ Մկրտիչ Արզումանյան։ Արգելիս, եկեք ես իրանց Դուք հետաքրքիր հարաբերություններ պահպանում եք, խոսում խոսում եք նրանց հետ։ հետ։ Այդ մարդկանց կարծիքն է, այդ մարդկանց, եթե իրանք այդ որոշել են, այդ իրանք որոշել են, ես իրավունք չունեմ իմ գոլեգաներին վիրավորել կամ իրանք ինչ որ ուղղություն ցույց տալ, կամ ասեմ սխալ եք արել, թե ճիշտ եք արել։ Դա իրանք որոշումն է։ Եթե ես իրանք այդ որոշումների պատճառով պետք է սենց նայեմ, չեմ նայի, որովհետև մենք նույն գործն ենք անում։ Այսինքն քաղաքական հայացքների պատճառով այդպես կոմպլեքս Ես անձամբ ես ոչ։ Իսկ իրանք։ Ես չգիտեմ, էլի եմ ասում, ես իրանց տեղը չեմ կարող պատասխանել։ Չէ, իրենք ձեզ ինչպես են վերաբերվում, ձեր տեսակետից։ Կարծում եմ նորմալ։ Կարծում եմ նորմալ։ Ու ժամանակը ցույց կտա։ Ես մարդուն մեղադրեմ մենակ մի բանի համար, որ ինքը իր որոշումը կայացնում այդ ձեր, չէ՞ էլի։ Ամենալավ ֆիլտրը, ասենց ասեմ, դա ժամանակն է ու դա հունիսի 7-ից հետո կերևա։ Այսօր շատ են օրինակ ասում, հոգևորականը չի կարող քաղաքական դիրքորոշում հայտնել, դերասանը չի կարող, երաժիշտը չի կարող։ Հանրությունը ինչ որ մի հատված իշխանություններ ասում են ամեն մեկը թող իր գործով զբաղվի։ Իսկ իրանք իրանց գործով զբաղվում են, այդ իրանց կարծիքով։ Կամ նրանք ով են որ պետք է ասեն սա չի կարող, նա չի կարող, նա իրավունք չունի, սա իրավունք չունի։ Ու ես թքած ունեմ իրանց կարծիքի վրա։ Եթե այդ բանը վերաբերվում է, ես ուղղակի թքած ունեմ այդ ամենը։ Իսկ այսպես անհանգստություն թե ինչ վաղ չկա, որ դա երբ որ օրինակ արտիստը կամ ինչ որ քաղաքական դիրքորոշում է հայտնում, կապ չունի իշխանական թե ընդդիմադիր, հանրությունը եւս վերաբերմունքը փոխում է նրա նկատմամբ։ Շերասու թող փոխի, հասկանում ես, նայեք, տեսեք, մի հատ ուրիշ բան կա, երբ որ քաղաքական երբ որ մշակույթի մարդը չի խոսում, այդ նույն մասսան ասում է, այդտես դուք չեք խոսում, դուք հենց սկսում են խոսալ, ասում են մենք չենք հասկանում, ուզում ենք խոսանք, թե չենք ուզում ենք չխոսանք։ Ես ուզում եմ խոսամ, ու ես էլի եմ կրկնում, թքած ունեմ այդ մարդկանց վրա, ովքեր դրանից պետք է ինչ-որ բան փոխվի իրանց մոտ։ Դա իմ կարծիքն է, դա իմ որոշումն է։ Եթե չի կարելի կառավարությանը քննադատել, ու մենք եկեք սսկվենք, նստենք ու կառավարությունն ինչ ուզում է թողանի։ Իրանք այդ են ուզում։ Հասկացի նախ առաջերտին պետք է ձևավորեմ մի երկիր ու պետք է կարողանան ստեղծել մի մթնոլորտ, ատմոսֆերա, որ այս ազգը սկսի իրար նման մտածել։ Որ իրար նկատմամբ հարգանք ունենանք։ Որ վաղը միսօր իմ կարծիքը զզվելի չլինի նրանց մասին։ Իմ կարծիքը նորմալ ընդունվի։ Կամ եթե ուզում են ինձ վատ բան ասեն, թող ասեն այլ ֆորմայի մեջ, ոչ թե հայյանքներով եւ այլ եւ այլ եւ այլ։ Կամ այդ ձևաչափը, որ ընդունվել է, թաքնված շատ հայտնի զոմբիական հոգեբանությամբ, որը շատ զզվելի է։ Իսկ լավ գիտեք ինչի մասին եմ ասում։ Դա եկել է այս տարիների ընթացքում ու ձևավորվել են այս մարդիկ, այս մարդկանց պատճառով ու ինչ որ մարդկանց պատճառով։ Բան հարցնեմ, բայց չեք ընդունում, որ հենց այդ ոլորտ, այսպես ասած, էլիտան, հա, նաև իր մեղքի բաժին ունի, որ ճիշտ ժամանակին հասարակությանը չի կարողացել այդ համերաշխությունը հայտնել, իր խոսքը տեղ հասցնել։ Դες էլի քսեցիք էլիտարի վրա, տես, որ մենք ենք մեղավոր, որ ժամանակին մենք այդ չենք արել, բա որ մենք այդ պետք է անեինք։ Կառավարությունն ինչ պետք է աներ, սիրելիս։ Եթե այդ գցում եք էլի մեր վրա, որ այդ մենք պետք է անեինք, իսկ թողել է որ մենք անենք, չէ՞։ Մենք ուզում ենք հիմա ինչ-որ բան անենք, ասում են, դուք զբաղվեք ձեր գործով։ Այսօր ուզում ես ներկայացում անես, իրանք անպայման կգան, դրանք խառնվեն։ Թե կապված նման դեպք եղել է։ Իհարկե եղել է, ու լինում է, դեռ շարունակվում է։ Չմանրամասնեմ, ժամանակ կգա ամեն ինչ կիմանաք։ Չէ, հիմա ասեք, եթե եղել որ ներկայացում։ Հիմա չեմ ուզում, սիրելիս։ Անպայման ես ձեզ կտեղեկացնեմ։ Հենց ժամանակը գա, ես անձամբ ձեզ կզանգեմ ու կմոտենամ ձեզ։ Ամսի 8-ին ինչպիսի է այսպես իրադարձություններ են հնարավոր, ինչպես եք պատկերացնում այդ ելքահետընտրական զարգացումները ու առհասարակ այդ օրվա հետ կապված ինչ զարգացումներ են հնարավոր։ Ես չեմ կարող ասել։ Այս մարդկանցից ամեն ինչ սպասելի է։ Ամեն ինչ սպասելի է։ Ժամանակը գա, երևի մենք ինքներս կտեսնենք, չգիտեմ ոնց։ Իսկ ես քաղաքական գործիչ չեմ, որ առաջարկեմ ոնց այս մարդկանց դեմ առնենք կամ ոնց անենք։ Ես ասում եմ իմ կարծիքը, ես ասում եմ, որ այս մարդիկ ինձ, այս մարդկանց հետ ինձ ույուտնի չի, հարմար չի։ Ես ինձ վատ եմ զգում։
Ոչ միայն ես եմ վատ զգում, այլ իմ հայրենիքն է փոքրանում, իմ հպարտությունն է փոքրանում, իմ խոսելու հնարավորությունն է փոքրանում, իմ հայրներն է փոքրանում, ես սկսել եմ ամաչել, ես չգիտեմ ես ամոթս որտեղից է գալիս, ես ամաչելու զգացողությունս, ես հիմա փնտրում եմ որտեղից է գալիս ու դրա դեմը առնեմ, չգիտեմ։ Տարբերակներ չեք տեսնում այդ դեմը առնելու, ինչպես ասում եք։ Եվ պարոն Հարությունյան, փոքրել արդեն խոսենք, ինչ ձեր ոլորտի գործունեության հետ կապված ինչ նորություններ են սպասվում։ Ճիշտ ասած, հիմա ես դրա մասին էլ չեմ մտածում։ Հիմա իմ երևակայությունը փակվել է։ Հիմա իմ ներսը դատարկ է, հիմա իմ ներսում թիթեռներ չկան։ Ես սկսել եմ իմ մասնակցությունը ժամանակ առ ժամանակ չսիրել։ Ես սկսել եմ ինքսից զզվել։ Ոչ մեկին չմեղադրեմ, էլի։ Կամ պատճառներ։ Ոնց կարելի է դերասանը բեմը սկսի չսիրել։ Որտեղ կան մարդիկ, որ թքում են այդ բեմի վրա։ Ամեն անգամ մաքրում ես, հետո տեսնում ես հետևից թքողները ավելի են շատանում։ Ու դա շատ զզվելի է։ Տենց կան ինչ-որ ֆիլմեր, որ առաջարկներ չեմ ուզում բարձրացնել, որտեղ կարող է այս մարդկանց դուրը չգա, էլի։ Այս մի հարց էլ, այսօր օրինակ շատերը նույն ձեր գոլեկանից ասում են, եթե այս ուժ ընտրվեց կամ հակառակը ընդդիմություն եկավ, մենք գնալու ենք, թողնելու ենք գնանք, կամ գործունեություն ենք դադարեցնելու, կամ լքելու ենք Հայաստանը։ Ես այդ մարդկանց ուզում եք ինչ ասեմ, Չէ, ձեր կարծիքը, չգիտեմ, ինչ եք անելու։ Ես կարամ էլի մենակ իմ ասի, ես ոչ միտեղ չեմ գնալու։ Այդ մարդկանց որոշումն է, իրանք սիրում են բարձրացնել։ Չէ, ես ձերի վերաբերյալ եմ հարցնում։ Ես ոչ միտեղ չեմ գնալ։ Դուք այսպես կտրուկ տրամադրված եք։ Այ ես որ գնացողն էի, ես վաղուց էի գնացել։ Այս մթնոլորտը ժամանակ առ ժամանակ մեր երկրում եղել է։ Մարդիկ գնացել են, ես վաղուց էլ այն մարդկանց, ովքեր որ շատ տարիներ առաջ երբ որ լքում էին հայրենիքը, ես իրանց որպես հայ, որպես իմ ազգակից, ես իրանց արդարացնում էի։ Ասում եմ երևի իրանք այս երկրից գնում են, որ իրանց տեսակը պահեն։ Բայց հասկացա, որ այս երկրում արդեն քո տեսակն չես կարողանում պահես։ Ինչ վտանգներ եք տեսնում։ Այսպես ընթացքի դեպքում օրինակ։ Ինչի դեպքում։ Այսպիսի ընթացքի դեպքում։ Չգիտեմ։ Շատ վատ կանխազգացում ունեմ։ Դուք չունեք այդ զգացումը կանխազգացումը։ Դե դուք եք կիսվեք հանրության հետ, որ։ Չեմ ուզում կիսվեմ հանրության հետ։ Չեմ ուզում հանրության որոշումը փոխեմ։ Ես ուղղակի սովետությամբ իմ հանրությանը, իմ ժողովրդին, իմ ազգին կարամ մի բան խնդրել։ Որտեղ է իմ կամերան, այնտեղ է։ Այո։ Սիրելիներս, խնդրում եմ ուղղակի ամսի 7-ին, հունիսի 7-ին խնդրում եմ, ովքեր ունեն ընտրելու իրավունք, բոլորդ գնացեք։ Այդ հարցը մի տվեք, գնամ ում ընտրեք։ Ում ուզում եք ընտրեք։ Անուններ չեմ տալիս։ Ում ուզում եք ընտրեք, մենակ գնացեք, խնդրում եմ։ Առավել եւս ես ուզում եմ մեր երիտասարդներին, նոր սերունդին, որոնք ոչինչ այս տարիքում սխալվել են իրենց ընտրության մեջ, կան մարդիկ։ Բայց ես կուզենամ հիմա սխալվեք ու իմ տարիքում չսխալվեք, որովհետև ես այս տարիքում իրավունք չունեի սխալվելու, բայց սխալվեցի։ Ես իհարկե այն մարդկանց, ովքեր իմ հետևից ու ինձ հավատում են, ես մեկ անգամ ես նրանցից ներողություն եմ խնդրում, 1000 անգամ ներողություն։ Կհանդիպենք երևի լավ ժամանակաշրջանում ու անպայման իր այդ իսրտը կիսենք, որի ֆունդամենտը, որի հիմքը կլինի սերը ու առավել եւս հայկական սերը։ Այդ կարող եմ ասել։ Մնացածը իրանք ուր են գնում, ինչ կանի, ես այս ասա, չեմ ուզում կանխագուշակություններ անեմ։ Ուղղակի մենք միշտ պետք է պատրաստ լինենք ահավոր վատ բանի։ Իսկ պատրաստ լինել, գիտես ինչ, այսօր Աստված մարդուն տվել է երկու ձեռք։ Հիմա եկել է ժամանակը, որ մի ձեռքով պետք է շինենք, կառուցենք, մյուս ձեռքում պետք է զենք լինի։ Արդեն մենք այդ ժամանակն ենք ապրում։ Հասկանում եք։ Այսինքն ահավոր ժամանակ ենք ապրում, բայց նաև շատ լավ ժամանակ։ Շատ լավ ժամանակն է, որտեվ եթե կարողանանք մի ձեռքով շինենք, մյուսում պատրաստ լինենք պատերազմի, մենք կլինենք աշխարհի ամենաուժեղ մարդը։ Պետք է պատրաստվենք պատերազմի։
Ըստ ձեզ, եթե Այո։ պատրաստ լինենք պատերազմի։ Այո։ Չեք վախենում, որ հիմա ձեզ եթերից հետո կասեն պատերազմի, այսպես ասած։ Ես կոչ չեմ անում, ասում եմ պատրաստ լինենք ժողովուրդ։ Ես չեմ ասում գնանք կռվենք, ասում եմ պատրաստ պիտի լինենք։ Շնորհակալ եմ ձեզ զրույցի համար, պարոն Հարությունյան։ Շնորհակալ եմ ձեզ, որ կարողացաք ինձ լսել ու լիքը հարցեր, որ ձեր ներսում կար ուզում եք տայք ինձ, չտվեցիք, որի համար շատ շնորհակալ եմ ու կարծում եմ կգա ժամանակ, որ մենք այդ հարցերին իրար հետ կպատասխանենք։ Ու կարծում եմ մենք երջանիկ կլինենք, որ այս ազգի ներկայացուցիչն ենք ու ապրում ենք խաղաղ երկրում։ Շնորհակալ եմ։ Ձեզ եմ շնորհակալ։ Հարգելի հաստատիտողներ, Եվրոմեդիայի տաղավարում այսօր զրուցում ենք Դերասան Լևոն Հարությունյանի հետ։ Շնորհակալ եմ զրույցին հետևելու համար, կհանդիպենք։